Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ։ Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակ նահա, դեպի երկինքն ի վեր քեզ եմ ընծայում գաղտնատես Աստված։ Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող, անձս տոչորող թախծության հրի վրա դնելով, կամքիս բուրվարով առաքում եմ քեզ։ Նայիր, ով գթած, հոտոտիր դու այն առավել սիրով, քան պատարագը բոլորանվեր մատուցված ծխով ամենաառատ։ Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերից շարադրանքը դու, հաճությամբ հոժար և ոչ բարկությամբ, բանավոր զոհիս նվերն այս սրտանց, մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով, թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքից բարձրանա և քեզ հասնի անհապաղ։ Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ հզոր, թող որ տաղտկալի չթվա քեզ այդ, ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, որի դեմ բողոք է գրել Եսային, և կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի Սաղմոսի 72-րդ առակում ասված, այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունգն հաճոյական, որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, որը նոր շուքով վերանորոգված Դավիթը կանգնեց, հանուն գերադարձ այն տապանակի, որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին։ Բայց և ահավոր ձայնը մատուցման քո դատաստանի, վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա, երկնում է իմ դեմ մարտի մաքարման գրգիռներ կրկին, այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ էությունս հուզող շարժումներ ներհակ ու խուռն ամբոխվող խռովություններ։ Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ուսուսերով բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, ինձ մահվան գերի դարձնելով համակ, ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ։ Առաքելական դասի մեջ Պողոսն ընտրելագույնը, Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով, Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում։ Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն ինչպես Գիրքն է ասում, հրապարակի մեջ Հովսափաթի և կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ, դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր, որոնք երկնային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ, ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մարմնացյալ Աստուծո, որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր, որոնք հիրավի ամբաստանելով դատեն ինձ պիտի ավելի սաստիկ, քան թե բարձրացող նրա ձեռքն ուժկու, որ մի ժամանակ Եդոմայեցի և Փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց։ Եվ սակայն նրանց չարչարանքները կարճատև եղան, մինչ իմ մեղքերի պատիժը ոչ վերջ ունի, ոչ սահման։ Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի, ըստ մարգարեի և առակողի, սաստիկ տագնապով դուռս ափ առած, մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն։ Եվ արդ միայն դու կարող ես գտնել հրաշագործ դեղեր, ի կյանք կոչելու հոգիներն ամեն, մատնված վարանման և տարակույսի, քավիչ բոլորի անսահմանելի բարձրությանդ մեջ, քո անճառ փառքով գովված հավիտյան։ Քանզի մարմնավոր շուրթերով ահա, ուղերձ ես կարդում բարձրյալ Աստծուն, որ գործերով է գրավվում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ։ Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի Եգիպտոս, համապատասխան քեզ ինչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր։ Պատժակից եմ ես քանդված Սոդոմին, պապանձված դատախազն եմ Նինվեի, սոսկալի բարբարոս, ավելի քան տիկինն հարավային, Քանանից վատթար ավելի և Ամաղեկից համառ, կուռքերի քաղաք անբժշկելի, հին Իսրայելի ապստամբության մնացած բեկոր, հիշատակարան պահված Հուդայի ուխտազանցության։ Կշտամբված եմ ես ավելի քան ծուրը և Ծայդանից ավելի տարամերժված, խորթաբարո ավելի քան Գալիլեան,
և քան անհավատ Կափառնայումն աններելի։ Պարսավված եմ ես ինչպես Քորազինը և Բեթսայիդայի հետ բամբասված, անպարկեշտության մեջ սպիտակած մազերն եմ Եփրեմի, աղավնու նման մեղմ եմ ես, հիմարությամբ և ոչ հեզությամբ, օձ եմ ես, բանավոր եղեռնական առյուծի կորյուններից ծնված, ժանտությամբ լցված քարբի ձվերի կերպարանքն ունեմ։ Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին հարվածների, ըստ գուշակության տեսանողների և տերունական խոսքի համաձայն, կործանման հասած մերժված տաղավար եմ ես։ Կրկնակի ներկված շինվածք եմ խոսում, խորտակված դռան ջարդված փականքով։ Ժառանգություն եմ վայելուչ, թեև, սակայն և թողնված, մոռացված տուն եմ աստվածակերտ, ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու Երեմիան։ Բորոտությամբ վարակված բանական մի տուն եմ ես, ապաշխարության խրատին ենթարկված, օրենքով նորոգված և ծեփված կավով, ողոք հեզության, բայց ճարահատված այլևս բուժման մի ելք գտնելուց, շինողի ձեռքով կրկին քանդված և հրամանով հզորի, իբրև արդար հատուցում, դուրս նետված անսուրբ մի վայր, անխնա, հեռու վտարված և տարագրված։ Հողի տակ թաղված դրամն եմ անպետ, ավետարանի ավանդակորույս ուրացողի քանքարի նման։ Սակայն դու, ով Աստված, Աստված հոգիների և բոլոր մարմինների, Աստվածաշնորհ Մովսեսի դավանությամբ և ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ Սուրբ Հովհանի, տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ կամքին ի հաճություն կարողանամ ավարտել աղոթամատյանն այս ողբերգական, որ սկսել եմ ես ահավասիկ։ Եվ մինչ արցունքով եմ սերմանում խոսքերս, մեզ համար պատրաստված օթևաններդ տանող ճանապարհի վրա ոտք դրած պահին այս իմ, թող որ երբ հասնեմ հունձքն հավաքելուն, դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին քավված, բարի օրրաների երանական արդյունքով։ Մի տար ինձ ստի արգանդ անորդի Իսրայելի պես, և ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ով ամենագութ, լսիր բանական աղաչավորիս հզոր ողորմած։ Նախքան երկնքին, երկինքը երկրին, երկիրը գինուն, ցորենին, ձեթին, և սրանք բոլորն էլ Իսրայելին, ինձ լսիր։ Երկնավորների աղերսը առ քեզ, թող ազդի հոգուս, քան թե տարրերին ապականացու, ստեղծիչ ես դու, և ես ինքս կավ, հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում, հայտնիր գթառատ քաղցր կամքդ ինձ տարակուսյալիս, որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես, և երբ որ բացվի երկինքը վերին, չլինի, որ ես լույսը վայելելու անվարժ անընտել, մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից։ Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով, ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, և ոչ անձկությամբ ու չարչարանքով քեզ որոնելուց, առ մաղթանքներիս ավանդն այս և տուր ողորմությունը քո շնորհների։ Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և շնորհիր մեծը հզորիդ կողմից։ Զղջումիս խոսքերն արա զորավոր, մեզ ուղարկելով հոգիդ բարձունքից, պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ, հաճիր բարերար լուսավորելով ճշմարտապատում առակն Եսայու, մատուցելու ինձ մահվան արժանուս, գոյությանս անարգաձայն պղնձի փոխարեն շնորհիդ ոսկին, անզարդ սևաթույր երկաթի տեղակ հրաշեկ պղինձը Լիբանանի, որ օրինակ է առաքինության, ինչու կարծրացնես սիրտը եղկելուս անճառ ահավոր, որ չթափանցի երկյուղդ այնտեղ, թող որ չլինեմ ես անպտուղ, փոքր այս վաստակիս մեջ, անբերրի հողում իզուր ապարդյուն սերմանողի պես, չլինի, որ երկնեմ ես և չծնեմ, ողբամ և չարտասվեմ, խորհեմ և չհառաչեմ,
ամպեմ և չանձրևեմ, ընթանամ և չհասնեմ, ես ձայն տամ և դու չլսես, պաղատեմ և անտես մնամ, կողկողեմ և ինձ չողորմես, աղաչեմ, բայց ոչինչ չշահեմ, զոհ մատուցեմ և չմխամ, տեսնեմ քեզ և դատարկ դուրս գամ, դեռ քեզ չդիմաց լսիր ձայնս դու, ով միայն հզոր, մեղքերով ապրած օրերիս չափով տանջանքի տուգանք վճարել մի տա ինձ չարագործիս, փրկիր ինձ գթած, լսիր ողորմած մարդասիրաբար ներիր ինձ ներող, խնայիր երկայնամիտ, պաշտպանիր ապավեն, բարերարիր հզոր, ազատիր ամենակալ, կյանք տուր նորոգող, վերականգնիր ահավոր, լուսավորիր երկնային, բժշկիր ձեռնահաս, քավիր անքնին, պարգևատրիր առատաձեռն, շնորհազարդիր աննախանձ, հաշտվիր անախտակիր, ընդունիր անողակալ, ջնջիր պարտքերս օրհնյալ, երբ հասնի վերջին օրս թշվառ, և ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի, քո փրկությունը տեսնեմ թող, հույս և խնամակալ, և երբ հուշադիր նայեմ դեպի վեր, ամենագրավ ճամփին սոսկալի, խաղաղության հրեշտակդ թող քաղցրությամբ հանդիպի ինձ, երբ վերջին օրը իմ շունչը փչեմ ցույց տուր ինձ դու Տեր, երկնավորներից եկած երջանիկ մաքուր մի ոգի, որ լուսաթռիչ ինձ հասնի սիրուտ պարգևը առած, հասցրու ինձ նույնպես կարեկից մի մեռած արդարներից, հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր, քավ լիցի, թե դու ով բարեբանյալ, որ փրկությունն ես բոլորի, հիվանդ ոչխարից դժնդակ գազան և միտասուղեկից, պարգևիր վերին կյանք, անապական մեղքով մեռածիս և փրկություն պարտքերի տակ կործանվածիս, միթե պիտի մոռանաս բարերարելդ, ով ակնկալություն, պիտի անտեսես գթասիրելդ, ով խնամող, պիտի փոփոխես մարդասիրելդ, ով անփոփոխ, պիտի նահանջես կենսագործելուցդ, անվախճան, պիտի թողնես ողորմությունդ, երջանիկ պտուղ, պիտի աղավաղես բարեշնորհ ծաղիկը քո քաղցրության, պիտի անպատվես նյութը պանծալի քո հարստության, պիտի պակասեցնես փառքը վարսերի քո բարձրապանծ, պիտի չպահես պսակիդ պայծառ զարդը վայելուչ, եթե ողորմածներինն է երանությունը, և դու, որ համակ արքայություն ես սիրով լիուլի, միթե չպիտի պարգևես դու քո փրկությունն ամբողջ, դեղ չդնես պիտի իմ վերքերին և սպեղանի խոցվածներիս և տկարությանս դարման չպիտի տանես, պիտի չծագես լույս խավարի մեջ, ինձ, որ զորությանդ վրա եմ միայն իմ հույսը դրել, տիեզերական դու կենսապարգև, դու միայն ունես փառք իսկ ի բնե մշտնջենապես, և արարածներն համայն առհավետ վկայում են այդ, օրհնված ես դու և փառավորված հավիտենության մեջ եռապատիկ, և իմանալի հավիտյանների սահմանից էլ վեր, միշտ ու միշտ, ամեն։